Եթե կաթողիկոսը գործեր անձամբ իր անունից եւ բացառապես եկեղեցու շահը եւ Հայաստանի Հանրապետության շահը իր մտքում ունենալով, կարծում եմ նա այլ քայլերի կգնար եւ այլ միջոցների կդիմեր։ Չէր գնա այն սրմանը, որ նա գնաց, չէր անի այն քաղաքական հայտարարությունները, որ նա արեց։ Եկեղեցու տարատեսակ եպիսկոպոսներ եւ արքեպիսկոպոսներ քաղաքականություն չէին ներխուժի, ոչ թե մտնի այն կերպ ինչպես որ նրանք արեցին։ Քարոզների փոխարեն տարատեսակ եկեղեցիներում չէին հնչի հակաիշխանական քարոզներ, այսինքն մարդիկ եկեղեցի են գնում, որպեսզի քարոզ լսեն, քրիստոնեական քարոզ լսեն, լսում են քարոզչություն քաղաքական։ Այս ամենը հաշվի առնելով ես եկեք նայենք, թե մինչ այդ ինչ 18 թիվ առնվազն օրվա իշխանությունը ովքեր էին։ Մարդիկ էին, ովքեր որ հլունազան ծառել են Ռուսաստանի շահին, առնվազն չեն ընդդիմացել, եթե Սերժ Սարգսյանի տարատեսակ նաև քայլեր դիտարկենք հետհայացքով, երբ մեկ օրվա ընթացքում Եվրոինտեգրումից մենք հայտնվեցինք ԵԱՏՄ-ի կազմում, ապա ստացվում է, որ կաթողիկոսը առնվազն կարիք չի ունեցել որևիցե կերպ խառնվելու պետության ներքին գործերին, որովհետև կոմֆորտ զոնայում է եղել։ Պետության, այսպես ասած, ներքին գործերը ճիշտ ձեռքերում են եղել իր գնահատմամբ առնվազն, կամ թերևս սպասարկել են այն շահերը, որոնք պիտի սպասարկեն։